Հայաստանում 1,1 միլիոն աղքատ հայ է ապրում, ծայրահեղ աղքատության մեջ է 117,000-ը, հայ երեխաների 26%-ը նույնպես ապրում է աղքատության մեջ։ Վիճակագրական այս տվյալներն այսօր տեսաֆիլմի միջոցով հրապարակեց World Vision-ի Կապանի տարածքային զարգացման ծրագիրը, նախորդ 5 տարիների ընթացքն ամփոփելու և գնահատական տալու համար կազմակերպված հանդիպման ժամանակ։ Ֆիլմը նաև արտացոլում էր հեռավոր գյուղական համայնքների ծայրահեղ ծանր իրականությունը։ Ծրագրի տարածքային զարգացման համակարգող Անուշ Մեժլումյանը ողջունեց ներկաներին և ծանոթացրեց օրակարգին։ 25 տարի է ինչ գործունեություն է ծավալում Հայաստանի Հանրապետության 9 մարզերի 11 գրասենյակներում։ Կապանի տարածքային զարգացման ծրագիրը հիմնվել է 2003 թվականի դեկտեմբերին։ Այս պահին մեր ծրագիրը գտնվում է իր զարգացման երկրորդ փուլում, եւ այսօրվա մեր հանդիպումն է ամփոփել 2009-14 թվականների գործունեությունը, նաեւ վերնշել հետագա համագործակցությունը մեր գործընկերների հետ։ Կապանի տարածքային զարգացման ծրագրի ղեկավար Վարդան Իվանյանը մանրամասն ներկայացրեց վերջին 5 տարիներին գրասենյակի ծավալած գործունեությունը եւ գնահատեց արդյունքները։ Հաշվետվություն էին նախապատրաստել նաեւ ծրագրի շրջանակներում ստեղծված Սյունիքի աշակերտական խորհուրդների ցանցի հանձնախմբերի համակարգողները։ Ծրագրի գործընկեր կառույցների ղեկավարներից ոմանք նույնպես հանդես եկան ելույթներով։ Եղեք համայնքում դպրոցը հանդես են գալիս որպես World Vision կազմակերպության համագործակից եւ շահառու։ Ես որպես դպրոցի տնօրեն ողջունում եմ World Vision կազմակերպության կատարած աշխատանքները դպրոցական եւ ծնողական խորհուրդների հետ, նպաստելով նրանց ճիշտ եւ արդյունավետ գործունեությանը։ Կազմակերպվել են դասընթացներ, որոնք իսկապես տվել են ցանկալի արդյունք։ Այսօր հատկապես ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել World Vision կազմակերպությանը մեր դպրոցի աշակերտական խորհրդի հետևողական եւ շարունակական զարգացմանը նպաստելու համար։ Շուրջ 10 տարի Կապանի զարգացման ծրագրի հետ, դրանից առաջ էլ Սյանի գրասենյակի հետ։ World Vision-ը լինելով երեխայակենտրոն կազմակերպություն նպաստել է ընտանիքների եւ համայնքների բարեգործությանը, բարեկեցությանը։ Նպաստել է տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների ընդլայնմանը եւ զորացմանը։ Ես մանրամասն ներկայացնեմ տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների ընդլայնմանը եւ գյուղապետարանի աշխատակիցների եւ ավականների ընդհանրապես բոլորի դասընթացներով եւ կազմակերպության առումներով փորձել են ներգրավել համայնքի կառավարման համակարգում։ Նպաստել է համայնքներում եկամուտների աճի հնարավորություններին եւ կենսապայմանների բարելավման խոցելի ընտանիքների համար։ Այսինքն դա այդ ծրագրերով նրանք փորձել են խոցելի ընտանիքների, աղքատ ընտանիքների համար ստեղծել այնպիսի կենսապայմաններ, որպես նրանք կարողանան եկամուտների աճ ունենան, եկամուտներ ունենան, կարողանան իրենց ընտանիքները պահել։ Հանդիպման երկրորդ հատվածը ամենաուշագրավն էր։ World Vision-ի Սյունիքի մարզային զարգացման ղեկավար Էմմա Կաջոյանը ներկայացրեց միջազգային կազմակերպության 2015-19 թվականների գործունեության ռազմավարական ուղղությունները։ Այս փուլը մենք սկսել ենք մեր նախագծման աշխատանքներից։ Այսինքն, անգամ եթե ես այսօր ներկայացնեմ մեր World Vision Հայաստանի ռազմավարական ուղղությունները, դրանք ամբողջապես չի նշանակում, որ պետք է իրականացվեն Կապանի տարածքային զարգացման ծրագրի շրջանակներում։ Մենք մինչև հոկտեմբեր միասին, մեր գործընկերների հետ միասին պետք է նախագծենք այն բոլոր աշխատանքները, որոնք առաջիկա տարիներում պետք է իրականացնենք։ Իհարկե շեշտադրումը եւ ուղղությունները մենք կվերցնենք ելնելով ռազմավարական ուղղություններից։ Ասեմ, որ World Vision Հայաստանի ռազմավարական առաջնահերթությունները վերջերս են մշակվել եւ դա հիմնականում ազգային մակարդակով է աշխատանքները տարվել եւ մենք ընտրել ենք հիմնականում 3 կարևոր ուղղություններ։ Բոլորդ լավ գիտեք, որ World Vision-ը հանդիսանում է երեխայակենտրոն կազմակերպություն, նույնը մնալու է առաջիկա 5 տարիներին եւ ունենալով դա մտքում եւ ունենալով մեր հիմնական նպատակը բարելավել երեխաների բարեկեցությունը, մենք մեր ռազմավարական ուղղությունները վերցրել ենք ելնելով երեխաների տարիքային զարգացման առանձնահատկություններից։
Փաստորեն առաջիկա 5 տարիների համար World Vision-ը որդեգրել է 3 հիմնական ուղղություն՝ 0-5 տարեկան երեխաների զարգացում եւ աճի խթանում, բարելավված համակարգեր եւ կառույցներ առավել խոցելի ընտանիքների համար 6-ից 11 տարեկան երեխաների դեպքում եւ երրորդ երիտասարդությունը որպես զարգացման եւ խաղաղության կառուցման շարժիչ ուժ։ Իդեպ վերջին ենթածրագրով առաջնորդվելու են առաջին անգամ։ Այստեղ մենք հիմնականում երկու ուղղություն ենք վերցնելու։ Մեկը, որ երիտասարդներին դարձնենք քաղաքացիական հասարակության իսկապես գործող անդամներ եւ այստեղ մենք տեսնում ենք իրենց դերը շահերի պաշտպանության մեջ եւ երկրորդ մասը հատկապես տնտեսական զարգացումն է։ Մենք մինչեւ հիմա, ինչպես արդեն ասեցինք, կատարել ենք շատ տնտեսական զարգացման ծրագրեր, օրինակ թվարկվեց, չէ, կարտոֆիլի, սերմի արտադրություն, չգիտեմ, չեմ ուզում նորից թվարկեմ։ Մենք նմանատիպ ծրագրեր կանենք, իրականացնենք, եթե դա նպաստում է երիտասարդների զարգացմանը, երիտասարդների աշխատանքի ապահովվածությանը։ Մենք մեր առաջ խնդիր ենք դրել, որ ուսումնական հաստատություններում, հատկապես 10-ից 12-րդ դասարաններում սովորող երիտասարդները պետք է կարողանան դպրոցը ավարտելուց հետո արդեն ունենան մասնագիտական կողմնորոշում։ Եվ այդ մասնագիտական կողմնորոշումը ինքնանպատակ չպետք է լինի։ Այդ պետք է բխի անպայման շուկայի պահանջից ելնելով։ Այսինքն մենք պետք է կարողանանք այս օղակում բիզնեսների դերը կարևորել։ Եվ ունենք արդեն փորձ, շատ տարածքային զարգացման ծրագրերում մենք ունենք այդ փորձը, երբ որ 10-ից 12-րդ դասարանների երիտասարդներ ունեն մասնագիտական կրթության արդեն հնարավորություններ, կոնկրետ ենթադրենք գյուղատնտեսության մեջ են մասնագիտանում։ Այդ ընթացքում մենք իրենց կապում ենք առկա տարածաշրջանում առկա բիզնեսների հետ, ասենք կաթի վերամշակման, չգիտեմ, այնտեղ տարբեր բիզնեսների հետ եւ նախորդ իմանալով այդ բիզնեսների մարդկային ռեսուրսների կարիքը, թե կոնկրետ որ մասնագիտությունների գծով ունեն այս կամ այն մասնագետի պակասը։ Կրթական ծրագիրը կազմվում է դրանից ելնելով, որի արդյունքում ավարտելով դպրոցը շատ երիտասարդներ կարողանում են աշխատանք գտնել հենց տեղում։ Հակառակ դեպքում լինելով գյուղական վայրերի ծրագրեր, մենք տեսնում ենք, որ երիտասարդները հատկապես շատ հեռու են հենց գյուղատնտեսությունից։ Նախկինում իրականացվող մի շարք ծրագրեր այլևս չեն ֆինանսավորվի, այդ թվում հիվանդանոցների, դպրոցական եւ այլ լաբորատորիաների վերազինում, նորոգում, գույքի տրամադրում, չեն լինի նաեւ մի շարք այլ օժանդակություններ։ Դադարեցվելու է նաեւ Աղվանի, Անտարաշատ, Օխտար, Սրաշեն եւ Տանձավեր համայնքների հետ համագործակցությունը եւ նախկին 16 գյուղական եւ 16 համայնքային ու բանավանային գործընկերների փոխարեն ծրագիրը շարունակելու է աշխատել միայն Կապան քաղաքի եւ 10 գյուղական համայնքների հետ։ Ընդ որում աշխատելու են բացառապես խոցելի եւ ամենախոցելի խմբերի հետ։